Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ճշտեցիր որտեղ են դրանք։ Մոտավոր։ Ոնց մոտավոր։ Արա ես քեզ այդքան փող եմ տվել, որ հենց հիմա ինձ հստակ տեղը ասես։ Տունն եք ճշտում։ Տեղանքն արդեն բարձ է։ Դու ինձ տեղանքը ասա, մնացածը ես կանեմ։ Սպասում եմ։ Ռաֆ, բայց եթե սրա մասին պապատ իմացավ, ես կորած եմ։ Հանգստացի, չի իմանա, պապան երկրում չի։ Իսկ եթե իմանա, ես օրենքը խախտում եմ արել, հասկանում ես։ Բայց անվճար չես արել, չէ՞։ Դե հիմա մի նվնվա։ Ուղարկի հասցեն։ Դե վերջը եկավ աղունիկներ։ Մի բան կարող եմ խնդրել։ Առանց խնդրելու տղես։ Խնդրում եմ, ինչ որոշեք ինձ էլ տեղյակ բայեք։ Ես էլ եմ ուզում իմանալ, ես էլ եմ անհանգստանում։ Վերջի վերջո ես մեր հարցն է։ Աբուլ ջան, դու իմ տղեն ես։ Մարիան իմ աղջիկն է։ Դավիթն էլ օտար մարդ չի։ Գիտես ոնց եմ վերաբերվում Դավիթին, հենց որ հանգիստ տեղի։ Հա, բայց ուզում եմ տեղյակ լինել։ Ուզում ես տեղյակ լինել կլինես։ Հիմա սուրճ ենք խմում։ Ռուբեն հոպար, իսկ եթե իրոք Ռաֆը գիտի Դավիթի տեղը։ Չէ, Լիլիթ ջան, հաստատ չգիտի։ Ես Մարիայի հետ խոսել եմ ու ասաց, որ նորմալ է։ Չէ, եթե իմանար, չէր գա մոտս ասել, որ գնում եմ սպանելու։ Մի անգամից կգներ մոտները, այդ առումով հանգիստ եմ։ Բայց այ մնացած առումներով դեռ ոչ։ Ռուբեն, ամեն դեպքում մենք բոլորս գիտենք, որ Ռաֆը հիմա adekvat վիճակում չի ու քայլեր անելուց առաջ չի մտածում։ Լիլիթ ջան, իհարկե կներես, որ սենց եմ արտահայտվում։ Ես հասկանում եմ, որ քեզ համար դժվար է ու տհաճավոր էսպես եմ խոսում։ Ես ուղղակի ամաչում եմ։ Դու ամաչելու տեղ չունես, բալես։ Մենք արդեն գնանք։ Այսքան շուտ Նոն։ Աբուլ ջան, իմացի, որ այս քո տունն է ու մեր տանդրները միշտ բաց են քո առաջ։ Երբ ուզենաս կարող ես գնալ ու գալ։ Մենք գնանք։ Հա, մամ, ասա մենակարակ։ Ռաֆ ջան, շուտ տուն արի, բալես հեչ լավ չեմ։ Ինչ ա եղել, մամ, Լիլիթը տանը չի։ Ռաֆ ջան, սիրտս սա։ Չէ, տանը չի, բալես մենակ եմ։ Մամ, Այդ տղա ասում եմ լավ չեմ։ Վայ, մեռնում եմ, հիմա գործերդ իմ սրտից կարևոր են։ լավ, մամ, գալիս եմ։ Գոնե այսպես պահեմ տանը, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Ֆալա ջան, տեսքտել ենքան լավ այդ երեխեն կհավատա, որ վատ ես։ Մաշկս թարմ, ընտիր։
Ինչ անեմ։ Հիմա ես ավելի հանգիստ եմ, որ Ռուբեն Հոպարը գիտի։ Ճիշտ է, այդպես հարցը չի լուծվել, բայց գոնե Ես արդեն փոշմանում եմ, որ ասել եմ։ ինչի։ Մտածում ես սխալ ենք արել։ Դավիթը, որ իմանա, հաստատ կջղայնանա։ Ինքը ինձ ասել էր, որ ես իր հարցերով չդիմեմ Ռուբենին։ Լրիվ մտքիցս սրել էր։ Հա, հասկանում եմ, բայց դա մենակ Դավիթի թեման չի։ Այդ թեմայի պատճառով շատ մարդկանց կյանքը մազից է կախված։ Ու հետագայում կարայինք մենք ականատես լինեինք անդառնալի հետևանքների։ Լիլ, լավ արի քեզ ճանապարհեմ տուն, ես էլ հասկանամ ինչ եմ անում։ Ես չեմ ուզում մտածես, որ սխալ ենք արել։ Մտածեմ, չմտածեմ, արդեն արել ենք։ Դավիթով ազանգում։ Մամանա։ Կարող է ինչ-որ բան է եղել, պատասխանի։ Չէ, չեմ ուզում։ Դավիթ, խնդրում եմ, պատասխանիր, լսիր, տես ինչ է ասում։ Ալո, Դավիթ ջան, բարև, ոնց ես։ լավ եմ, ինչ է զանգել։ Քեզ կարևոր բան ունեմ ասելու, դրա համար եմ զանգել։ Թե չէի համարձակվի համարդ հավաքել, քանի որ գիտեի ինչ արձագանքա լինելու։ Արագ ասելիքը տեղս հարմար չի։ Քեզնով ինչ-որ տղա է հետաքրքրված Դավիթ։ Ու եկել ինձ էր սպառնում։ Ոնց թե։ Դե չեմ ասում, որ վախեցա, ինչ որ պետք է ասել եմ, բայց կարծում եմ պիտի տեղյակ լինես։ Ու չգիտեմ ով է, ինչ ա ուզում քեզնից։ Կարաս մոտավոր նկարագրես, կամ գոնե անունը։ Նկարը քեզ ուղարկել եմ, Դավիթ։ Լավ, բարձա։ Եթե մի անգամ էլ ճանապարհիդ հայտնվի, ասա թող ինձ զանգի։ Հետո ոչ մի բառ չփոխանակես։ Ինչ խառը պատմությունների մեջ ես, Դավիթ ջան։ Ես քեզ խնդրում եմ, որ հետս կիսվես, ես քեզ կօգնեմ։ Ուղղակի ասածս կանես, եթե նորից գա։ Վայ, Մամ ջան, ինչ ա եղել, ոնց ես։ վայ, բալես մեռնելուց պրծա։ Այսինքն ինչ ա եղել։ Դե ինչ պետք է լինի, գործ էի անում, գլուխս պտտվեց։ Ով ընկա։ Մամ շտապօգնություն եմ զանգում։ Բայ չէ, բալես, չէ, պետք չի, չէ։ Այս Լիլիթը ուր ա, տանը չի։ Գնաց երեխեն լեկցիաներ բան պետք է վերցներ, չէ, տանը չի դուրս ա եկել։ Մամ, ինչ ա եղել։ Մամ հաստատ գնացել էր լեկցիաների հետևից։ Հա, տվել եմ տվել, պետք է գնամ վերցնեմ։ Մամ, ինչ ա եղել։ Վայ, լավ չեմ, մեռնում եմ։ Մամայի կողքը եղիր իրիդ, լավ չի, ես գնացի։ Մամ, կարող է շտապօգնություն կանչեմ։ Ոչ մի բան էլ մի կանչի, ժամանակ գտար տուն գալու, ուրիշ ժամանակ տուն չես գալիս։ Վայ, մամա, վայ։ Հազիվ էի Ռավին տուն բերել։ Իսկականից լավ չեմ արդեն։ Քեզնով ինչ որ տղա է հետաքրքրված Դավիթ։ Ու
ու եկել ինձ էր սպառնում։ Դե չեմ ասում, որ վախեցա, ինչ որ պետք է ասել եմ, բայց կարծում եմ պիտի տեղյակ լինես։ Ալո, Բարև ձեզ։ բարև Դավիթ ջան։ Ես գիտեմ, որ դուք հիմա շատ անհանգիստ եք ու բացատրությունների եք սպասում։ Չեմ խափի։ Ճիշտ ես, բայց հիմա մինչև դրան ասները ինձ ասա ուր եք, ոնց եք։ Լավ ենք, մի քիչ հետո կգանք։ Ես Մարիային տուն կբերեմ, համեք խոսենք, ես ինքս եմ ուզում ձեզ ամեն ինչ բացատրել, որ ոչ մի բան սխալ չհասկացվի։ Դավիթ, Ռաֆը ձեզ է փնտրում։ Ես ասում եմ, որ հանկարծակի չգաք։ Ես Ռաֆից չեմ վախենում։ Ես գիտեմ, որ չես վախենում։ Հարցը դրանում չի, բայց իմ աղջիկն է քո հետ։ Ու հիմա իմ աղջիկը անվտանգությունը քո ձեռքերում է։ Չգիտեմ ինձ վստահում եք թե չէ, բայց քանի Մարիան իմ կողքին է, իրան ոչ մեկ չի կարա մոտենա։ Եթե չվստահեի, դուք արդեն վաղուց տանը կլինեիք։ Սպասում եմ։ Լավ էլի անի, ինչ ես անում։ Կարող եմ մարդկանց խանգարես։ Թող իրանց միությունը վայելեն էլի։ Շնորհակալ եմ տեր։ Մարիա։ Մարիա արնացի։ Դավիթ, թող քնը։ Մարիա ու շապիտի գնանք։ Համել ձերոն կանանգստանան, ես չեմ ուզում անպատասխանատու մարդու տպավորություն թողնեմ։ Ուզում եմ միշտ քո կողքին լինեմ ու միշտ քեզ տեսնեմ։ Բայց ես ոնց եմ ուզում չես պատկերացնի։ Ես կարամ քեզ հիմա տուն չտանեմ, որոշենք ու մնանք իրար հետ, բայց տենց ճիշտ չի լինի։ Տպավորություն կլինի, որ ես փախնում եմ պատասխանատվությունից։ Գիտեմ, ես ուղղակի իմ զգացմունքներով էի կիսվում։ Էնպես է հասկանում եմ, որ այդ օրվան դեռ շատ կա։ Բայց սարերի հետևում էլ չի այդ օրը։ Ես կխոսամ պապայիդ հետ ու էլ չենք սպասի։ Ես պապային մի ամբողջ վեպի չափ բացատրություն դեռ պետք է տամ։ Իսկ ես դրանից ահավոր վախենում եմ։ Չգիտեմ ոնց կարձագանքի պապան ես ամեն ինչին։ Նորից նույն պատմությունը։ Մի քիչ առաջ Ռաֆից էիր վախենում, հիմա էլ անցանք պապայիդ։ Լավ դու ինձ այդքան չես վստահում, Մարիա։ Իսկ նայես։ Չես վստահում ինձ։ Ալո։ Պարոն Դավթյան, երեկվա սպանության մասին տեսաձայնագրություններ ենք գտել։ Բա ասում եք տարածքում տեսախցիկներ չկան։ Հա, չեն եղել։ Ինչ որ մեկը բերել ու թողել է ոստիկանության մոտ։ Հիմա ինչ անենք։ Լավ, ոչ մի բան մի ձեռնարկեք, մինչև ես գամ։ Տեղ ես գնում։ Հա, աշխատանքի։ Արի մենք երկուսս իրար չխաբենք։ Մենք շատ լավ գիտենք, թե ուր ես դու հիմա գնում։
Նոնա ջան, աշխատանքի եմ գնում, դեպք է պատահել, ու իմ ներկայությունը պարտադիր է։ Այդ դեպքի անունը երևի Օֆայա, չէ։ Չէ, դու դիտավորել ես անում։ Անպայման ուզում ես ինձ հունից անես։ Չէ, ես ուզում եմ, որ դու ինձ չխաբես։ Մենք երկուսս էլ շատ լավ գիտենք։ Ու մենք եկել ենք այն եզրակացության, որ մեկս մյուսին չենք խանգարելու։ Գիտես, անկեղծ եմ ասում։ Ուզում ես Սիրուհի ունեցի, ուզում ես մի ունեցի, ուզում ես միացի Օֆայի հետ, ուզում ես չէ։ Այդ ամեն ինչը քո գործն է։ Մենակ ինձ հիմարի տեղ մի դիր։ Ես քեզ չեմ խաբում, ես աշխատանքի եմ գնում։ Արի էլ չշարունակենք, հա։ Դավիթի հետ խոսեցի, մի քիչ հետո գալիս են Մարիան ու Դավիթը։ Եթե շատ կարևոր դեպք չլիներ, ես չէի գնա, կսպասա երեխեքին։ Դավիթին կասես թող սպասի մինչև ես գամ, տեղ չի գնա։ Մարիա, չեմ հասկանում, ես երբվանից ես վախկոտ դարձար։ Ժամանակին ուժեղ աղջկա նման էիր քեզ պահում, առանց որևէ մեկի օգնությամբ ինչ-որ հարցեր էիր լուծում։ Իմ մեջ է խնդիրը։ Զուտ ինձ չես վստահում։ Կլինի չսկսես։ Ես չեմ սկսում, Մարիա, դու ես սկսում։ Ախր ես քեզ ասել եմ, որ ջղայնանում եմ, երբ քո բերանից այդ վախենալ բառը լսում եմ։ Դավիթ, ախր այդ սովորական ու նորմալ մարդկային զգացողություն է։ Մարիա, Կլինի ինձ հասկանաս։ Ես չեմ կարողանում կառավարել իմ վախերն ու զգացմունքները։ Դրա համար կամ ես, ու ես քեզ ասում եմ, որ ոչ մի բան չի կատարվելու։ Հիմա պատրաստվի, որ դուրս գանք։ Ես գնամ մեքենան միացնեմ, որ տականա։ Անին է զանգել։ Չեմ էլ լսել։ Ինձ էլ էր զանգել մեր պինգվինը։ Չհասկացա։ Ես էլ չեմ հասկանում։ Ժամանակ եմ տվել, որ բացատրի։ Հələ դրան տես։ Այսինքն ինքը քեզ պատմել է ինձ, չէ։ Ինձ էլ չի պատմել, բռնացրել եմ։ Դավիթ, պատմի էլ իմանամ ինչ ա եղել։ Մարիա, ուշա։ Պիտի գնանք ճանապարհին խոսենք։ Վերջ ես գնում եմ մեքենան մոտեցնեմ, մութն ընկնում է արդեն։ Ալո, Աբուլ ջան, ո՞նց ես, բարև։ նորմալ, երևի լավ, զանգը անսպասելի էր։ Ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, Աբուլ։ Ասա, լսում եմ։ Աբուլ, Դավիթը ինչ-որ խնդիրներ ունի, ու կարծում եմ լուրջ խնդիրներ են։ Այսինքն։ Դավիթի հետևից ինչ-որ մարդ է անկած ու արդեն հասել է ինձ։ Ով էր, ինչ էր ասում։ Չգիտեմ, Աբուլ, չգիտեմ։ Ես Դավիթին էլ եմ ասել, նկարն էլ ուղարկել եմ։ Ուզում եմ դու էլ իմանաս ու ուշադիր լինես։ Դավիթը տաքարյուն է, ես շատ եմ անհանգստանում։ Չեմ հասկանում Դավիթը ես ինչ խնդիրների մեջ է։ Դու ինչ-որ բան գիտես, ինչ-որ մեկին կասկածում ես, ես քեզ խնդրում եմ ուշադիր լինես։ Կողքը եղի տես ուր ա գնում, ինչ է անում։ Կզանգեմ։ Չեմ հասկանում, ես ինչ է կատարվում։ Հիմա շատ օշ է, համ էլ շատ ծանր օր ենք ունեցել։ Ինձ թվում է բոլորիս հանգստանալ է պետք։ Ինչի ինձ չես նայում, Մարիա։ Առաջարկում եմ վաղը միասին գնանք պապայի աշխատավայր, կամ էլ միասին գնանք սրճարան։ Բայց ոնց որ էլի չես նայում ինձ։ Չես ուզում վերև բարձրանամ։ Վախենում ես, որ կարող է հանկարծ Ռաֆը գա։ Հա։ Ես չեմ մտածում, որ դու Ռաֆից վախենում ես։ Չեմ էլ մտածում, որ ինձ Ռաֆից չես կարող պաշտպանել։
բայց չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե դուք հանդիպեք։ Ու իմ համար տարբերություն չկա, դու կհայտնվես հիվանդանոցում, թե Ռաֆը։ Երկու դեպքում էլ ես ինձ շատ վատ կզգամ։ Անհանգստանում եմ քո համար, չես հասկանում։ Լսի, հիմա մենք իրար հետ բարձրանալու ենք վերև։ Ու ես չեմ ուզում սենց ստից թեմայից վիճենք։ Ես հենց այսօր պիտի պապայիդ հետ խոսամ։ Ինչ եղավ։ Ես վստահ չեմ, որ պապան նորմալ է ընդունելու մեզ։ Հնարավոր է, որ ջղայնանա կամ կոպիտ խոսա։ Ուզում եմ, որ հաշվի առնես այդ փաստը։ Մարիա, պապատ մեզ է սպասում։ Ոնց։ Ես խոսել եմ հետը։ Ու շատ նորմալ է տրամադրված ու ասել է, որ սպասում է մեզ։ Բա ինչի չէիր ասում։ Հիմա եմ ասում, ինչ տարբերություն։ Էլ պատճառ չմնաց։ Քեզ թվում է ես նստում պատճառներ եմ մտածում։ Հա։ Գժվել ես։ Էլ պատճառ չունես։ Մնում է մենակ ասես, որ չեմ ուզում վերև բարձրանաս ու վերջ։ Գնացինք։ Ռուբենո պար, ես քեզ հարգում եմ։ Բայց այն ինչ որ Մարիան արեց, ես Նա հավաքի քեզ։ Իմ տանն ես գտնվում, տղա։ Ռաֆ, մի հատ հանգստացիր։ Մենք բոլորս է գիտենք, որ Մարիան Դավիթին է սիրում։ Ու ձեր շտապողականությունը մեզ սորի հասցրեց։ Ես իմ աղջկա արարքը չեմ արդարացնում։ Բայց այդ չի նշանակում, որ քեզ թույլ եմ տալիս իմ տան մեջ իմ աղջկա մասին սենց խոսես։ Ես Մարիային էլ այդ լակոտին էլ սպանելու եմ։ Ռադետ քաշի ստեղից։ Տղա չես, հա, արա։ Փախնում ես։ Ոչինչ մեկը գտնելու եմ։ Վերջապես եկաք։ Մարիա ջան, ոնց ես բալես։ Լավ եմ, տաճ ջան, ամեն ինչ շատ լավ է։ Գիտես ոնց էինք անհանգստանում։ Կներես տաճ ջան, էդի մեղքով ա եղել։ Դու իմ թորնիկին սխալ քայլից հետ ես պահել։ Այ դրա համար չեմ բարկանում։ Էս պապան տանը չի։ Տանը չի Մարիա ջան, բայց ասեց, որ սպասեք միջև գա։ Դավիթին ասեց, որ փոխանցեմ, որ իրեն սպասի։ Շտապ գործեր առաջացել։ Զանգեցին գնաց։ Լավ, կսպասեմ։ Իսկ ուշ կգա։ Չէ, եթե ասելա, որ սպասեք, ուրեմն շուտ կգա։ Իսկ սոված չեք։ Իհարկե սոված կլինեն, հաստատ սոված են։ Չէ, կերած ենք, են էլ ոնց։ Չհասկացա։ Տատ դե Դավիթ ուզում ասի, որ կյանքի գնով հաց ենք սարքել ու կերել ենք։ Դավիթ ջան, ոնց ես։ Դե գիտես, զգուշության համար եմ հարցնում, որովհետև մեր Մարիան շատ հազվադեպ է խոհանոցում լինում։ Մամ։ Բա ասում եք ստեղ են։ Եկա ստեղ մարդ չկա այդ տանը։ Ռաֆ հաստատ այդտեղ են եղել։ Հիմա կարող է դուս են եկել։ Ես ինչ իմանամ։ Ասի գտեք դրան որտեղից ուզում եք։ Այսօր ես պետք է անպայման տեսնեմ դրան։ Ինչ կարող ենք արդեն արել ենք։ Էլ ինձ մի զանգիր։ Դու ինձ պետք է օգնես։ Արդեն օգնել եմ վերջ։ Ես ձեռքերս լվանում եմ։ Ինձ պետք չի մի քանի կոպեկի համար աշխատանքս կորցնեմ։ Ալո։ Ալո։ Արա ես ծեր
Գիտեք ոնց էի վախեցել։ Ես կյանքում առաջին անգամ էի նման զգացողություն ունենում։ Դատ կներես։ Կներեսի կարիք չկա, Մարիա ջան։ Կյանքում միշտ պահեր են պատահում, որ քեզ թվում է դու ճիշտ քայլ ես անում եւ չես ուզում լսել որևէ մեկի կարծիքը եւ քեզ թվում է, որ բոլորը նրանք, ովքեր փորձում են քեզ հետ պահել այդ քայլից, քո թշնամիներն են։ Դրա մեղավորն եմ ես։ Ինչի, այդպես մի ասա, Դավիթ ջան։ Քո մեջ էլ չէ ինչ որ վիրավորանք ա եղել։ Դրա համար էլ դու քեզ այդպես էիր պահում։ Ես գիտեմ, որ իմ պահվածքը սխալ էր։ Հասկանում եմ այդ։ Դրա համար հիմա եկել եմ ձեր տուն, որ բոլորից հետ ներողություն խնդրեմ։ Ինձ համար հիմա ամենակարևորը, որ ես իմ աղջկան երջանիկ եմ տեսնում, իսկ մնացածը անցյալում է։ Ես ուզում եմ, որ դուք ինձ հավատաք ու վստահեք այդքան բան։ Ուղղակի պետք է Ռաֆից զգույշ լինեք, որովհետև այս ամեն ինչ ինքը այդքան հեշտ կուլ չի տալու։ Ինքը ձեզ ուրվականի նման հետևելու է, միջև իր ուզածին հասնի։ Ասացի չէ, վստահեք ինձ։ Ախր Ես հասկանում եմ ձեր անհանգստությունը, բայց այդ հարցը թողեք ինձ։ Ռաֆը ուշ թե շուտ կհասկանա, որ անիմաստ է պայքարում։ Կարևորը գիտեք որն է, որ դուք ձեր կյանքում անխափան պահեք ձեր զգացողությունները, զգացմունքները եւ երբեք ուրիշին չլսեք։ Ես իմ կյանքում շատ դժվարություններ եմ տեսել, շատ սխալներ եմ գործել։ Ու հիմա չեմ ուզում, որ դուք էլ հանկարծ նույն սխալն անեք եւ սխալ գործեք։ Տատ։ Կյանքում իսկական սերը ոչ մարդիկ կարող են քանդել, ոչ էլ իրավիճակները։ Ճակատագիրը հզոր բան է, Մարիա, այնպես որ աշխատեք ճիշտ օգտագործել եւ ճիշտ ուղու վրա կանգնել։ Աբուլն է զանգում, մի հատ խոսամ կամ արդեն 1000 անգամ զանգել է։ Մամ հանգիստ եղի։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, ուղղակի ժամանակ է պետք։ Ոչ մի բան հավերժ չի։ Մի քիչ համբերատար լինենք։ Հա, Աբուլ։ Վերջապես։ Գիտեմ, որ 1000 անգամ զանգել ես, ուղղակի տեղս հարմար չէր, որ պատասխանեի։ Դավիթ, ես սկսել եմ անհանգստանալ քո համար։ Մի տեսակ շատ խառը չի քո կյանքը։ Աբուլ, նենց ես խոսում, ոնց որ չգիտես ում հետ եմ, ուր եմ։ Հիմա գիտեմ ուր ես, բայց հետո։ Կարող է ուղիղ ասես հասկանամ ինչ է եղել։ Դավո, մաման էր զանգել։ Ու էս լավ բան չասեց։ Էլ առաջվա երեխեն չեմ, Դավո։ Կարող է ասես խնդիրներիդ մասին, իմ հետ էլ կիսվես։ Հիմա դրա ժամանակը չի։ Հիմա է ժամանակը։ Կամ ասում ես, կամ ես եմ գտնում ու Խելոք մնա, Աբուլ։ Այդ քո թեման չի։ Հա, միշտ ինձ դու որպես երեխա ես վերաբերվել։ Բայց չէ, Դավո, ես գտնելու եմ այդ մարդուն։ Ասա ով է։ Երեխա չես, Աբուլ, բայց այդ քո խառնվելու թեման չի։ Այդ արդեն իր չափերից դուրս է եկել, պիտի տեղը գցվի։ Դավո, ես էլ եմ գալիս հետդ։ Դավո։ Ժամադրության էիր։ Մամ գլին նորմալ խոսես։ Բայց ինչ ասեցի, որ տենց քեզ կորցրեցիր։ Մամ, ինձ դուր չի գալիս, որ դու իմ ու Աբուլի մասին հեգնանքով ես խոսում։ Առաջ դու էիր շահագրգռված ուզում իմ ու Աբուլի հարաբերություններում ամեն ինչ լավ լինի, ինչ եղավ։ Էն եղավ աղջիկ ջան, որ ես հասկացա, որ իմ ընտանիքի դժբախտությունները գալիս են Ռուբենի չստացված ընտանիքի դժբախտություններից։ Նա ինչ կապ ունի այդ ամենի հետ։ Ես չեմ հասկանում, դու մեր ընտանիքից չես։ Աղբերը տա հասկանում ես։ Ինչա թշնամի ենք քեզ։ Չէ, մամ ջան, թշնամի չենք։ Ուղղակի ես Ռաֆին չեմ աստվածացնում, չեմ պաշտպանում, չեմ արդարացնում։ Ոնց որ դու։ Ուզում ես ասես, Մարիայի փախուստը այդ տղայի հետ նորմալ է։ Հա, նորմալ է։ Եթե մարդը սիրում է, պետք է հանուն իր սիրած մարդու ամեն ինչի պատրաստ լինի, մամ ջան։
Ոնց է երևում, որ դու 8 տարեկանի խելք ունես։ Անչափահաս։ Մերսի։ Ես երևի արդեն գնամ։ Ոնց։ Դավիթ ջան, բայց Ռուբենը ասել էր, որ իրեն սպասես։ Կարող է Աբուլին ինչ-որ բան ա եղել։ Լավ է։ Հա, Աբուլը լավ է։ Բա այդ դեպքում ինչի՞ չես սպասում papan գա։ Մտածում եմ ուշ կգա։ Ամեն մի քանի բան ունեմ անելու, կիսատ եմ թողել գնամ ավարտեմ։ Դավիթ կարող է։ Դավիթ, կարող է Ռաֆներ զանգել ու դու իր հետ գնում ես հանդիպման։ Դավիթ ջան, տղես, եթե նման բան կա, ավելի լավ է Ռուբենին սպասես ու միասին գնաք։ Ու չմտածես, որ դու այդ քայլով սխալ տպավորություն ես թողում կամ վախկոտի տպավորություն ես թողում, չէ։ Այս դեպքում դուք ավելի շատ պետք է մտածեք ոչ թե շրջապատի մասին, այլ ձեր երջանկության մասին։ Չէ, տաճ ջան։ Ռաֆին տեսնելու չեմ գնում։ Ուղղակի մի քանի բան կա, որ Աբուլին խոստացել է անել, բայց չեմ արել։ Դե թե այդպես է, գնա տղես։ Դե հաջողություն ձեզ։ Ես կճանապարհեմ։ Մամ, բայց դու հավատացիր Դավիթին։ Չես մտածում, որ խափում է ու գնում է Ռաֆի հետ հանդիպման։ Բան չեմ հասկանում, նանա ջան։ Այ քեզ բան։ Դավիթ կարող է ինչ-որ բաներ եղել, չուզեցիր մերոնց մոտ ասել։ Չէ, ինչ կար ասացի։ Չես խափում, չէ։ Ոնց որ չենք վստահում այրար։ Չէ, ուղղակի անհանգստանում եմ։ Հետո էլ papan ասեց սպասես իրան։ Ես կխոսամ papayi հետ, ամեն ինչ կբացատրեմ Մարիա։ Մինչև տուն հասնես ես կգժվեմ։ Էլ մի սկսի, խնդրում եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Լավ, ես գնամ։ Լավ, բայց հենց հասնես կզանգես, լավ, չմոռանաս, խնդրում եմ։ Անպայման։ Բարև ձեզ։ Դավիթ ջան, բարև։ Մարիայի հետ եք։ Չէ, մենակ եմ, բայց լավ է որ դեռ էստեղ եք։ Արդեն գնում էի, հոբան չի եղել։ Մի բան պիտի հարցնեմ, բայց դրա մասին ոչ մեկը չպիտի իմանա, հատկապես Մարիան։